Շնորհակալություն, հարգելի կառավարություն, հաճախակի հնչող պետական պարտքի հասկացության հետ կապված մի փոքրիկ վերլուծությամբ ձևակերպեմ հարցս։ 2018 թվականի մուտքային մասը մեր բյուջեի կազմել է 1 տրիլիոն 307 միլիարդ դրամ, իսկ 2026 թվականին 3 տրիլիոն, նախատեսվում է 3 տրիլիոն 91 միլիարդ, այսինքն 2.5 անգամ աճ։ Համախառն ներքին արդյունքի համեմատության մեջ 2018 թվականին ունեցել ենք 5.2 տրիլիոն դրամ, 2026 թվականին 11.93 տրիլիոն դրամ, այսինքն կրկնելու 2.5 անգամ ավել։ Հետևաբար, երբ որ ասում են ինչ է եղել պետական պարտքը, որտեղից է, ինչ եք արել, այս է ենք արել։ 2.5 անգամ աճել է տնտեսությունը, 2.5 անգամ համախառն ներքին արդյունքը։ Հիմա ես իմ հարցը ուղղում եմ երևի էկոնոմիկայի նախարար պատասխանի 2017-ին տնտեսագիտական մի բանավեճի ժամանակ ես հայտարարեցի, որ 3 անգամ բյուջեն աճացնելու հնարավոր ռեսուրս ունենք մենք։ Հիմա 2.5 անգամ լրացել ենք։ Հնարավոր է 10 տարվա մասին է խոսքը, հնարավոր է մինչև 29 թվականը մենք 3 անգամ դարձնենք եւ բյուջեի աճը եւ համախառն ներքին արդյունքի աճը։ Եվ որ ոլորտներն են, որոնցով հնարավոր է գեներացնել այդ մուտքերը։ Շնորհակալություն։ Հարց չէր։ Հարցեր։ Պարոն վարչապետով կպատասխանի հարցին։ Հարցին կպատասխանի մեր նախկին պատգամավոր գործընկեր, այժմ մեր սիրելի նախարար Գևորգ Պապոյան, համեցեք։ Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, պարոն Բագրատյան, հարցը իր մեջ նաև որոշակի տնտեսական քաղաքականության եւ փիլիսոփայության հետ կապված հարցեր են պարունակում, հետեւաբար ես ավելի շատ այս տեսանկյունից պատասխանեմ, թե մենք ինչպես ենք պատկերացնում մեր 26-30-26-31 թվականների ռազմավարությունները եւ այս առումով նշեմ, որ կառավարությունը նախ եւ առաջ հետեւյալ քաղաքականություն է որդեգրել բոլոր այսպես ասած միկրոքաղաքականությունները, միկրոռազմավարությունները բերել եւ 6 մեծ ռազմավարության մեջ տեղակայել եւ ըստ էության տնտեսության վերաբերվող երկու հիմնական գլոբալ մեծ ռազմավարություն կա այդտեղ, առաջինը մեր տնտեսական քաղաքականություններին վերաբերվող, մյուսը ենթակառուցվածքային մեր զարգացումներին, երկարաժամկետ զարգացման նպատակով կարծում եմ, որ մենք մի շատ կարեւոր քաղաքականություն ենք որդեգրել, դա որպեսզի տնտեսական աճը լինի կայուն, այսօր Հանրապետության վարչապետը իր ելույթում նշեց, որ մեր նպատակների մասին մոտավորապես 6-7%-անոց կայուն տնտեսական աճեր ունենալու համար մենք արդեն իսկ այդ քաղաքականությունները սկսել ենք եւ առաջին հերթին դրանք ենթակառուցվածքների եւ մարդկային կապիտալի վրա ներդրումներն են։ Մասնավորապես ենթակառուցվածքային ներդրումների մասին շատ է խոսվում, ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների, բժշկական կենտրոնների, ջրամբարների եւ այլ ուրեմն ռազմավարական կարեւորություն ունեցող օբյեկտների վրա շեշտադրում կատարել, բայց նաեւ զուգահեռ մենք մարդկային կապիտալի վրա եւ տեխնոլոգիաների վրա շատ մեծ ուշադրություն ենք դարձնում, մարդկային կապիտալի վրա նույնպես գիտեք, թե ինչքան մեծ կրթության եւ առողջապահության վրա ուշադրություն ենք դարձել, մասնավորապես նաեւ համապարփակ համընդհանուր ներողություն առողջության ուրեմն ապահովագրություն է, բայց նաև տեխնոլոգիական մասով նշեմ արտադրողականության վրա ենք մենք եւ էական նշանակություն տալի, մասնավորապես արտադրողականության խթանման մեր ծրագրերով 3 ծրագրերով արդեն ավելի քան 1.5 միլիարդ դոլարի ուրեմն աջակցության ծրագիր ենք իրականացրել, այսինքն 1.5 միլիարդ դոլարի պորտֆել ունենք, որի շահառուներ են տասնյակ հազարավոր ուրեմն ֆիզիկական եւ իրավաբանական անձինք եւ որոնց այս ծրագրի միջոցով պետք է նշել, որ տեղի է ունեցել արտադրողականության կրկնապատկում, ավելի քան կրկնապատկում, եթե 6-7 տարի առաջ մեր երկրում արտադրողականությունը մոտավորապես նույնիսկ չէր հասնում ուրեմն $5, ապա այսօր արդեն $11 շրջակայքում է նախնական հաշվարկներով 25 թվականի արդյունքներով եւ մեր համար թիրախային է 26-ի արդյունքներով $12 շեմը գերազանցել է։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։